Եվ այսօրվա պատգամն այսպես է կոչվում. ինչպես բարի լինել այս չար աշխարհում։ Սա հարց է նաև, ինչպես բարի լինել այս չար աշխարհում։ Սա երբեմն կարող է նաև հուսահատ հարց լինի, չէ՞։ Այ մարդ, այս չար աշխարհում ո՞նց բարի լինես։ Սա կարող է նաև տանջող հարց լինի։ Հիմա ինչպես բարի լինեմ այս չար աշխարհի մեջ։ Ես հավատում եմ, որ Աստծո խոսքը պատասխան ունի մեզ համար։ Մատթեոս ավետարան 3 գլխի 10-րդ խոսքում մենք տեսնում ենք ավետարանը բացվում է հետևյալ պատգամով, հետևյալ ուղերձով եւ քարոզով։ Մատթեոս 3:10-ում մենք տեսնում ենք այստեղ Հովհաննես Մկրտչի քարոզը։ Ասում է կացինը արդեն ծառերի արմատին է մոտեցել, արդ ամեն ծառ, մենք միշտ պտուղի վրա ենք շեշտը դնում, ամեն ծառ եթե պտուղ չի բերում, բայց ինչ պտուղ, ծառեր կան, որ պտուղ են բերում, չէ, բայց միշտ չի, որ այդ պտուղը քաղցր է, թունավոր է լինում, թթու է լինում, դառն է լինում։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ է գցում։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս։ Ես միշտ հիշում եմ այս դեպքը բուժականում, երբ որ շատ ծառեր կար, մենք գնացինք այնտեղ եւ շինարարության համար պետքա կտրենք ծառերը եւ անաղոքաբար կտրեցինք եւ մի ծառ էր մնացել, որ պետքա կտրեինք, բայց խղճներ չտարա, որ այդ ծառը կտրեինք։ Գիտեք, այդ ծառը ինչու փրկվեց, որովհետեւ իր վրա պտուղ կար։ Իր պտուղը իրեն փրկեց։ Երբ որ մենք գնացել ենք, որ կտրեինք եւ ձեռքներս մեկնեցինք, այդ խնձորը կծեցինք, ճիշտ է որտնաձեր, բայց քաղցր էր։ Եվ ասենք, այս ծառին եկեք ձեռ չտանք, իր պտուղը իրեն փրկեց։ Եվ նույնն էլ Հովհաննեսն է ասում, եթե պտուղ չտաս, եթե քաղցր պտուղ չտաս, եթե բարի պտուղ չտաս, կկտրվես։ Հետագայում տեսնում ենք նաև Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 17-րդ խոսքում էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. այսպես էլ ամեն բարի ծառ, իմ մոտ լավ է գրված, բայց մեկ թարգմանության մեջ գրված է բարի ծառ, բարի պտուղ է տալիս, իսկ վատ ծառը, չար ծառը չար պտուղ է տալիս, չար բարի ծառը բարի պտուղ է տալիս, չար ծառը չար պտուղ է տալիս։ Գաղատացիների 5-ի մեջ էլ մենք տեսնանք, որ սա է հոգու պտուղներից մեկը, չէ, բարություն։ Իսկ որտեղից է գալիս այդ բարությունը։ Սաղմոս 86-ի 5-ը հետևյալն է ասում, այդ բարության արմատի եւ աղբյուրի եւ ակունքի մասին։ Սաղմոս 86-ի 5-ը։ Ինչ լավ բան է ակունքը։ Մենք նաեւ գյուղ ունենք, ակունք գյուղ։ Ես վերջերս հյուրերին, երբ որ տարա ակունք գյուղ, այնտեղ մեծ խողովակներ տեսան, ասին, այս ինչ խողովակներ, ասում եմ ջրի, ուր է գնում այս ջուրը, Երևան, մեզ հո չեն տալիս։ Եվ ինչու է ակունք, որովհետև ջրի աղբյուրներ կան այդտեղ եւ մատակարարում են մայրաքաղաքին։ Սաղմոս 86-ի 5-ը հետեւյալն է ասում, որովհետև դու Տեր բարի ես եւ ներող եւ ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Կարող ենք միասին ասել այս խոսքերը, որովհետև դու Տեր բարի ես եւ ներող եւ ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ուզում ենք հիմա, որ Աստված ցույց տա իր բարությունը, ինչ պետք է անենք, կանչենք նրան։ Երբ որ կանչում ենք, նա հարուստ է մեզ համար բարությամբ եւ ողորմությամբ։ Իսկ Հովանու 10:11-ում Հիսուսն ասաց. ես եմ բարի հովիվը, հալելույա։ Նա ոչ միայն մեր հովիվն է, այլև բարի հովիվն է։ Այս աշխարհում էլ հովիվներ կան, գառնարածներ կան, իրանք կարող է բարի լինեն, բայց տեսարանը շատ չար է, որովհետև իրանք արածեցնում են, հետո ինչ են անում, այդ գառներին մորթում են։ Բայց մեր հովիվը մյուս հովիվներից ինչով է տարբերվում, որ նա ինքը մորթվեց, որ մենք ապրենք։ Նա բարի հովիվ է եւ իր անձը տալիս է, իր կյանքը տալիս է իր գառների համար։ Եվ նույնն էլ Տերը մեզանից է ակնկալում։ Մեկ ուրիշ տեղ գրված է, որ երբ որ նա կգա եւ դատաստան կլինի եւ իր ծառաներին կդատի եւ վերջում երկու տեսակի ծառաներ կլինեն՝ բարի եւ
հավատարիմ եւ չար ու ծույլ ծառա։ Հիշում եք այդ մի ծառային կասի ապրես, բարի եւ հավատարիմ ծառա։ Ամենակարևոր հատկանիշը, որ Քրիստոսը փնտրելու է մեր մեջ դատաստանի օրը, դա մեր կրթությունը չի, դա մեր ճարպկությունը չի, դա մեր աշխարհային հաջողությունները չեն, հարստությունը չի, նա երկու բան է փնտրելու մեր մեջ։ Արդյոք դու բարի ես եղել եւ արդյոք դու հավատարիմ ես եղել։ Տեր այս երկու հատկանիշները մեր մեջ ձևավորի քո Սուրբ Հոգով։ Շատերը փողով հարուստ են, բայց բարությունից աղքատ են։ Քցիբ են, դրա համար Տեր մեզ բարի դարձրու։ Ինչու է նա բարություն եւ հավատարմություն փնտրում մարդու մեջ եւ դա է ամենաշատը գնահատում, որովհետեւ ինքն էլ բարի է եւ Տիմոթեոսին Պողոսը գրեց, որ թեպետ մենք անհավատարիմ լինենք, նա հավատարիմ է։ Մեր Աստված բարի է, մեր Աստված հավատարիմ է։ Հավատարիմ է իր խոսքին, հավատարիմ է իր խոստումին, հավատարիմ է իր սիրուն եւ բարի է մեր հանդեպ։ Ամեն։ Բարությունը մի բան չի, որ ինքն իր համար է, բարությունը ուրիշների համար է։ Չի կարող մարդը բարի լինել ուղղակի ինքն իր համար, դրան ասում են էգոիստ։ Երբ որ մարդը իր հանդեպ շատ բարի է, իրան միշտ ներում է, իրեն միշտ կամենում է, տեսեք ու նայում են ասում են, ինչ կամեցող մարդ է։ Դա կամեցողություն չի, դա էգոիզմ է։ Բայց բարությունը քեզ համար չի։ Բարությունը կողքինի համար է, դիմացինի համար է, հետևինի համար է, բարությունը հարաբերությունների մեջ է դրսևորվում։ Հետևաբար, եթե դու փակվես քո մեջ եւ ասես, ես ոչ մեկի չեմ վստահում, բոլորը կեղծավոր են, ես տան մեջ կպաշտեմ Տիրոջը, դու էգոիստ ես, դու ոչ թե նախանձավոր մեկն ես, դու էգոիստ մեկն ես։ Բարությունը ծառայության մեջ է դրսևորվում, երբ որ մեկին առաջ խոնարհվում ես, ոտքերը լվանում ես, մեկին ծառայում ես։ Եկեք խոստովանենք, որ մենք ապրում ենք ինչ օրերում, չար օրերում։ Համաձայն եք, թե համաձայն չեք։ Մենք ապրում ենք չար օրերում։ Ոչ միայն ժամանակներն են չար, այլև մարդիկ են չար։ Նկատել եք, որ կովիդից հետո մի տեսակ մարդիկ ավելի չարացան։ Պատերազմներից հետո ավելի չարացան մարդիկ։ Եվ այսօր, երբ չարությունը շատ է, ամենուրեք է, հարց հետևյալն է, բա ինչպես բարի լինել այս չար աշխարհում, ինչպես բարի մնալ, ինչպես բարի դառնալ։ Եվ քույրեր եղբայրներ, հարցը սա է, ոչ թե բարի լինենք մի օր, ոչ թե բարի լինենք այսօրը, ոչ թե բարի լինենք միայն հունիսին, այլ բարի լինենք միշտ, որտեղ մեր Աստված բարի է միշտ։ Եվ Աստված մեզ չի կոչել միայն բարի լինել, երբ բարի են մեր հանդեպ, նկատում եք, այլ բարի լինել նաև չարերի հանդեպ։ Որտեղ մեր Աստված այդպիսին է, հիշում եք Հիսուսն ասաց, նա անձրև է բերում նաև թե բարիների եւ թե չարերի վրա, թե արդարների եւ թե ամբարիշտների վրա, նա բարի է բոլորի հանդեպ։ Իր արեգակը փայլեցնում է բոլորի վրա։ Դա նրա բարությունն է եւ նա էլ ակնկալում է, որ մենք այդպիսին լինենք։ Լև Տոլստոյը, լսել եք Լև Տոլստոյի մասին, գոնե լսել եք, իսկ ով է կարդացել երբևէ Լև Տոլստոյի գրությունը, ահա, թինաքույրը, մարոքույրը, այնտեղ ապրեք, բացառիկ եք դուք ուրեմն, Լև Տոլստոյ, ռուս մեծ հանճարեղ գրող, մի պատմված գրեց, որի վերնագիրը հետևյալն է, որտեղ սերն է, այնտեղ Աստված, где любовь, там и Бог։ Կարդացել եք այդ պատմվածքը, կամ գուցե լսած կլինեք։ Մի կոշկակարի մասին Մարտին Ավդեիչի մասին։ Կոշկակար մարդ էր, համեստ անձնավորություն, մի օր իր կրպակում նստած կոշիկ էր կարում եւ ավետարան էր կարդում, կոշիկ էր կարում, ավետարան էր կարդում եւ մեկ էլ լսեց Հիսուսի ձայնը։ Շատ հուզվեց, շատ ցնցվեց։ Եվ Հիսուսը ձայնով նրան ասաց. Մարտին Ավդեիչ, ես վաղը այցելելու եմ քեզ։ Մեր կոշկակար Մարտինը շատ հուզվեց, շատ ոգևորվեց, գնաց տուն, սափրվեց, լողացավ, տոնական շորեր հագավ, հուզումնառած ձևով որ հեսա Հիսուսը վաղ ինձ այցելելու է, գնաց իր կոշիկի կրպակը կարգի բերեց ամեն բան, որովհետև Հիսուսն է գալու։ Եվ ամբողջ օրը սպասեց։ Բայց ոչ ոք չեկավ
բացի մի մուրացկանից, որ մտավ նրանից փող էր ուզում։ Հետո մի կին եկավ, որ հիվանդ էր, նրանից դեղ էր ուզում։ Հետո մի երեխա եկավ, որ ծարավ էր, նա ջուր տվեց իրան։ Եվ մտածում էր, երբ պիտի իրան գնան, որ շուտ Հիսուսը պիտի գա, մի խանգարեք ինձ, բայց անում էր այդ գործը։ Օրվա ավարտին, երբ որ իր կրպակը պիտի փակեր, հուսահատ գնաց տուն եւ ասաց Հիսուսը ինձ այցի չեկավ։ Նա խոստացավ, ես այնքան սպասում էի նրան, այնքան նրան սպասում էի, որ կգար, բայց նա չեկավ։ Գնաց տուն, քնելուց առաջ իր ամենօրյա ընթերցանությամբ բացեց եւ կարդաց Մատթեոս ավետարան 25-րդ գլխի 31-ից 40 խոսքերը, որտեղ գրված էին. Ես մերկ էի եւ ինձ հագցրեցիք, ես սոված էի եւ ինձ կերակրեցիք, ծարավ էի եւ ինձ ջուր տվեցիք, հիվանդ էի եւ ինձ այցելեցիք, մենք քեզ երբ տեսանք ծարավ եւ քեզ ջուր տվեցինք, եւ գրված է, որ Հիսուսը կասի, ինչ որ այդ փոքրերից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Եվ Մարտին Ավդեիչը քնելուց առաջ հասկացավ, որ Հիսուսը 3 անգամ իրեն այցելել էր։ Այդպիսին է մեր Տերը, այդպիսին է մեզ սովորեցնում լինել բարի եւ բարություն ցույց տալ եւ բարությամբ նաեւ Իրանից հատուցում կստանանք, որտեղ մի օր կասի, որ իրականում այդ ամեն ինչը ինձ արեցիք։ Առաջի բանը, որ ուզում եմ այսօր ասել, հետևյալն է, քույրեր, եղբայրներ, այս աշխարհը չարությամբ լի է, դա փաստ է, թե չէ։ Մենք զգացել ենք մեզ վրա դա, որ աշխարհը չարության մեջ է, եւ ավելին ասեմ, ես լավատես չեմ, ինչու լավատես չեմ, որովհետեւ Աստծո խոսք եմ կարդում։ Հավատացյալների համար լավատես եմ, այս աշխարհի համար ամենևին լավատես չեմ, որովհետեւ երկրորդ Տիմոթեոսին 3 գլխի առաջի խոսքի մեջ Պողոս առաքյալն ասում է. «Սա իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ կգան»։ Պողոս առաքյալը ապրում էր 2000 տարի առաջ մեզանից, բայց նա 2000 տարի հետոյի մասին մարգարեացավ, մեր մասին մարգարեացավ։ Վերջին օրերում, միթե մենք չենք ապրում վերջին օրերում, ինչ ժամանակներ կգան, չար ժամանակներ կգան։ Եվ այդ չարությունը պայմանավորված չէ երկրաշարժով, սովերով եւ այլ առհավիրքներով։ Չարությունը պայմանավորված է մարդկային ապականությամբ, որովհետեւ մարդիկ կլինեն եւ թվարկում է բարոյական ախտերը մարդկանց, ինչպիսին վերջին օրերում կլինեն մարդիկ, չար ժամանակներ կգան։ Եվ 13-րդ խոսքը երկրորդ Տիմոթեոսի 3:13-ը, եթե հնարավոր է նայենք, հետևյալն է ասում. չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան։ Վերջին օրերում հենց այսպիսի մարդիկ հաջողություն կգտնեն, առաջ կգնան իրանք։ Ինչ անելով, մոլորեցնելով եւ մոլորվելով։ Այսինքն մարդկային մի տեսակ կա, որ հաջողվելու է նախքան Քրիստոսի գալը, չար եւ խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան։ Նկատել եք այս խոսքը որքան է համադրվում հայտնության խոսքի հետ, որ սուրբը ավելի թող սրբվի, պիղծը ավելի թող պղծվի։ Չար մարդն էլ իր չարության մեջ ավելի առաջ է գնալու։ Սա է նախատեսված, քույրեր, եղբայրներ, մենք ապրում ենք չար աշխարհի մեջ։ Որն է բարության հականիշը։ Չար։ Հետևաբար դու կամ պետք է բարի լինես, կամ պետք է չար լինես։ Բայց հարցն այն է, որ մենք մեզանով չենք կարող բարի լինել։ Չէ, Տեր Հիսուսն ասաց, ինչու եք ինձ բարի ասում, ոչ ոք չէ բարին, եթե ոչ Աստված։ Միայն Աստված է բարի։ Եվ հետո ասաց, դուք որ չար եք, ծնողներին ասաց, դուք որ չար եք։ Եվ բարի պարգևներ եք անում, այո, բայց ասում եմ դուք յուրայիններին եք անում այդ բարի պարգևները։ Դա է մարդկության բարության սահմանը, յուրայիններին, բայց Աստծո բարությունը սահման չունի։ Եվ մենք չենք կարող մեզանով լինել բարի, որովհետև մենք չար ենք։ Այն մարդն էլ, որ կարող է նայեք, ասեք, վայ, նենց բարի մարդ է ինքն էլ Աստծո չափանիշով չար է։ Որովհետև մենակ Աստված է բարի, եւ Աստված կարող է միայն, Աստված կարող է մեզ ինչ դարձնել, բարի դարձնել։ Դա մեր պտուղը չի, դա Սուրբ Հոգու պտուղն է, բարություն։ Ուրեմն երկրորդ բանը ճշմարտությունը սա է, թեպետ առաջինը աշխարհը չար է,
Աստված բարի է։ Լավ է սա, ոգևորիչը սա մեզ քաջալերում է, Աստված բարի է եւ բարությունը Սուրբ Հոգու պտուղն է եւ ոչ թե մարկային ջանքը։ Աշխարհի մեջ էլ կա բարություն, բայց դրան ասում են հումանիզմ, մարդասիրություն առանց աստվածասիրության։ Եվ այդ մարդասիրության հիմքը շահն է։ Մարդիկ սիրում են, որովհետև շահ են հետապնդում, ակնկալիք ունեն, մարդիկ անում են, որովհետև ուզում են հատուցում ստանալ, հաշվարկում են։ Եվ աշխարհը այո ունի հումանիզմը, որը չարիք է իրականում։ Ինչ է հումանիզմը, դա կրոն է առանց Աստծո։ Այսինքն մենք առանց Աստծո էլ բարի կարող ենք լինել։ Մենք առանց Աստծո կարող ենք իմանալ բարոյական նորմերը, որոնք են, չափանիշները, որոնք են։ Դրա համար գեղեցիկ է ասում Դերեկ Պրինսը, ինչու էր ուզում մարդը Աստծո նման լիներ Եդեմական պարտեզում, ինչու բարու եւ չարի գիտության ծառից օգտվեց, որ ինքը ինքնուրույն որոշի, ինչն է բարին եւ ինչն է չարը։ Եվ ոչ թե Աստված որոշի, այլ ինքը որոշի։ Եվ սա աղետ է։ Միայն Աստված է բարության աղբյուրը, եւ եթե կտրվենք նրանից, մենք բարի չենք կարող լինել։ Աշխարհի մեջ բարությունը երբեմն կարող է պիտակ լինել, երբեմն քաղաքավարության ասեն բարություն, թույլ բնավորության ասեն բարություն, բայց բարությունը հոգով ապրող մարդու ներսից բխող որակն է, որ աշխարհը չունի։ Եվ Հիսուսը ճշմարտությունը ասում էր, բայց նաև բարությամբ էր ասում այդ ճշմարտությունը։ Հիմա վերջում ինչպես լինել բարի այս չար աշխարհում։ Մի քանի գործնական խորհուրդներ եմ ուզում տալ։ Նախ առաջինը Աստված է բարության աղբյուրը։ Սաղմոս 119:68 հետևյալն է ասում. դու բարի ես եւ բարիք ես գործում։ Այս երկուսը կողք կողքի են, դու բարի ես Աստված եւ այդտեղ վերջակետ չի դրվում։ Եվ բարիք ես, բարերար է, բարի ես դու եւ բարերար քո հրամանները սովորեցրու ինձ։ Բայց մեկտեղ գրված է բարի ես եւ բարիք ես գործում։ Ամենամեծ բարեգործը մեր Աստվածն է։ Եվ նա էլ ուզում է, որ դու էլ բարի լինես եւ բարեգործ լինես։ Եվ գեղեցիկ աղոթք է։ Բարերար եւ բարերար քո հրամանները ինձ սովորեցրու ինձ։ Բարի ես դու եւ բարերար։ Եվ մենք էլ պետք է այդպիսին լինենք։ Սովորիր ուրեմն հասկանալ, որ Տերն է բարության աղբյուրը եւ արի Աստծո առաջ եւ ասա Տեր, ես բարի չեմ։ Ես չեմ կարողանում բարի լինել, երբ որ չար են մարդիկ իմ հանդեպ, երբ որ շրջապատված եմ չար մարկանցով, ինչպես բարի լինեմ, բայց քանի որ դու բարի ես, օգնիր ինձ բարի լինել։ Օգնիր ինձ բարիք գործել ուրիշների համար։ Ինչ եք կարծում, Աստված այս աղոթքին կպատասխանի, թե չի պատասխանի։ Իր սրտով է այս աղոթքը, թե չէ։ Կարծում եք արժի հիմա աղոթել, թե չէ։ Բայց չեք աղոթում։ Ամեն։ Տեր դու բարի ես եւ բարերար։ Սովորեցրում ես բարի լինել։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն մարդու հետ բարի լինել Տեր։ Ինչպես դու ես իմ հանդեպ բարի, այնպես էլ ինձ սովորեցրու ուրիշների հանդեպ բարի լինեմ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Երկրորդ բանը, ինչպես բարի լինել այս չար աշխարհի մեջ, ուրեմն առաջինը սովորենք Տերն է աղբյուրը, երկրորդը սովորիր տեսնել ուրիշի ցավը։ Սա կարևոր հատկանիշ է։ Շատերը իրենց աչքերը փակում են ուրիշի ցավի համար, իրենց ականջները խփում են ուրիշի աղաղակի առաջ։ Ես վերջերս Ղուկաս եղբորից մի կարևոր աղոթք սովորեցի։ Երբ որ մենք նստած աղոթում ենք եւ ասում ենք Տեր, հացի շուրջ աղոթում ենք եւ սովորաբար այդպես էինք աղոթում, ասում ենք Տեր եւ կշտացրու բոլոր սովածներին։ Հետո Ղուկաս եղբայրը իր բնավորության մի քիչ էս խստորեն ասաց, չէ, սխալ աղոթք ենք անում։ Ասի, բա ո՞րն է այս աղոթքը, ես միշտ սենց եմ սովորել։ Ասեց, չէ, սենց աղոթենք եւ իմ միջոցով կշտացրու շատ սովածների։ Ասի, հետաքրքիր, այտենց չէի աղոթել։ Հիմա փոխել եմ արդեն աղոթքս։ Մենք էլ այդպես աղոթենք, համաձայն եք թե չէ։ Որտեւ երբ որ ասում ենք Տեր կշտացրու սովածներին, պատասխանատվությունը իր վրա ենք դնում։
բայց երբ որ ասում եմ Տեր, իմ միջոցով կշտացրու սովածներին, առիթ ես տալիս, որ Աստված քեզ օրհնի եւ քո միջոցով ուրիշներին օրհնի։ Սովորիր տեսնել ուրիշի ցավը։ Որովհետեւ որպեսզի բարի լինես, պետք է մի կարևոր բան ասեմ հիմա ձեզ։ Որպեսզի բարի լինես, պետք է զգաս, ոչ միայն իմանաս։ Տարբերություն կա իմանալու եւ զգալու միջև։ Շատերը գիտեն, շատերը տեսնում են, շատերը լսում են, բայց չեն զգում։ Ուրիշի ցավը չեն զգում։ Տեղեկացված են իրենք, բայց դրան Աստծո խոսքն ասում է անզգամություն, չէ՞։ Սիրտը քարացել է, անզգամ է ինքը։ Բայց ես ինչ կարող եմ անել։ Ոչինչ էլ եթե չկարողանաս անել, գոնե հո կարող ես աղոթել։ Աղոթելը փողով չի, չէ՞ քույրեր եղբայրներ։ Իհարկե որոշ տեղեր փողով է, մեր մոտ ձրի աղոթելը։ Ձրի կարող ես աղոթել մեկի համար։ Մի խոսքով, մի ժպիտ կարող ես պարգևել մեկին։ Կարող ես ժամանակ տալ, կարող ես բառերով ասել, ես հետդ եմ չխեղճանաս, կողքդ եմ, պետք լինեմ զանգի ինձ, կանչիր ինձ։ Սա բարության դրսևորումն է։ Ուրեմն պետք է զգալ, ոչ միայն իմանալ։ Կարող ենք երկրորդ աղոթքն անել, Տեր ինձ զգայուն դարձրու, դիմացինի հանդեպ, կողքինի հանդեպ, հետևինի հանդեպ, հարևանիս հանդեպ ինձ զգայուն դարձրու։ Մարդիկ էլ զգում են, չէ՞, դու զգում ես իրանց, թե չես զգում։ Ինչքան է եղել, որ երբևէ մեկը քեզ զանգի եւ ասի, լսի, մեջս անհանգստություն էի զգում քո համար։ Եվ այդ պահին դու ինչ էր, գուցե փորձանքի մեջ էր ու դու ասում ես, վայ, ինչ հետաքրքիր է, որտեղից իմացար, որ ես դժվարություններով եմ անցնում։ Չգիտեմ, բայց Սուրբ Հոգին ինձ զգացնել տվեց։ Եղել է ձեզ այդ նման բան, որ մարդիկ ասեն, եւ որքան ենք մենք քաջալերվում, որ դիմացինը մեզ զգում է, մեր ցավը զգում է։ Ղուկաս ավետարան 10-րդ գլխի մեջ բարության մասին մի առակ պատմեց Տեր Հիսուսը։ Իրեն ասում են բարի սամարացին, դա երշիկեղենի ֆաբրիկաչի։ Մի ժամանակ կար, հիմա էլ չկա։ Բարի սամարացին մեր Տեր Հիսուս Քրիստոսի էությունն է։ Հիշում եք այդ առակը, երբ որ մեկը Երուսաղեմից գնում էր Երիքով, ճանապարհին կեղեքվեց, ավազակները թալանեցին, վերք պատճառեցին իրան, մերկացրին, գցեցին մի կողմ ճանապարհին, եզրին եւ անցավ այդտեղով քահանան։ Քահանան, որ պետք է բարության քարոզիչը լիներ, չէ՞։ Գթասրտության օրինակ լիներ իր ազգի մեջ։ Ինչ են անում այսօր մեր քահանաները, հոգևորականները։ Քահանան անցավ, գրված է տեսավ, բայց նրա կողքով անցավ։ Դրան ասում են անտարբերություն։ Տեսավ, տեղեկացավ, բայց իա ցավին մասնակից չեղավ։ Հետո ասում է Ղևտացին անցավ։ Հետարքիր է, այս մարդը Երուսաղեմից Երիքով էր գնում, քահանան Երիքովից Երուսաղեմ էր գնում։ Ուր էր գնում քահանան։ Ինչ էր անում Երուսաղեմ, ինչ պետք է աներ Երուսաղեմում։ Ինչ կար Երուսաղեմ, տաճար կար Երուսաղեմում, չէ։ Պաշտամունք պիտի մատուցեր, ծառայության էր գնում ինքը։ Ինչ է կարծում, կարող ենք մտածել այդ քահանան ինչ էր մտածում այդ պահին։ Նայեց իրան, ասեց, ես քո ժամանակը չունեմ, ես պիտի գնամ Աստծուն, պաշտոն մատուցեմ։ Ես պիտի ծառայեմ, զոհեր բերեմ Տիրոջը։ Հերիք չի դու սամարացի ես, մի հատ էլ ես զբաղված եմ, ես քո ժամանակը չունեմ։ Եվ հիշում եք Հիսուսն էլ ասաց, որ շատերը զոհասեղանին զոհ են դնում, բայց իրենց ծնողներին ինչ են անում, անարգում են եւ ասում են կորբան է, չէ՞, կորբան հենց ղուրբան բառն է։ Այսինքն զոհ եմ մատուցում, ինձ մի խանգարեք։ Եվ դրանով մարդը ուրիշներին անտեսում, ասում է թող զոհդ, արժեք չունի, եթե դու ուրիշներին անարգում ես։ Ուրեմն քահանան անցավ, անարգեց, անտեսեց։ Հետո Ղևտացին անցավ, որ Ղևտացին էլի քահանայական ցեղ էր, չէ՞, Ղևի ցեղից էր։ Քահանաների օգնական էր, տաճարի սպասավորներն էին, փայտ էին կոտրում, կրակ էին վառում, զոհերն էին օգնում, որ քահանան մատուցեր, ճիշտ այսօրվա սարկավագների նման։ Ղևտացին էլ անցավ, էլի տեսավ եւ էլի անտեսեց։ Տեսավ, բայց չտեսնելու տվեց,
Որտեւ ինքն էլ էր մտածում, ես հոգևորական եմ, ես լուրջ զբաղված մարդ եմ։ Քուրեր եղբայրներ, մեր զբաղմունքը մարդկանց օգնելն է ավետարանով։ Մեր զբաղվածությունը մարդկանց փրկելն է։ Ամեն։ Դա համար անգամ մեր կրոնական արարողությունները Աստծո համար կարևոր չեն, այլ կարևոր է որ մարդկանց ցույց տանք ավետարանը, սերը ցույց տանք մարդկանց, եւ ոչ թե ծեսը։ Եվ մի սամարացի կար, անցնում էր նրա կողքով եւ տեսավ այդ մարդուն, այսինքն սամարացին ինքն էր այդ մարդը Երիքովի բնակիչ էր։ Տեսավ սիրտը շարժվեց եւ դրեց իր էշի վրա, տարավ օթևան, չէ իր վերքերի վրա ինչ արեց, ձետ եւ գինի լցրեց, վիրակապեց, գումար վճարեց եւ ասաց մյուս անգամ գալուց էլ ինչ որ պետքա կվճարեմ իր փոխարեն։ Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Կարծեմ Եզեկիելի մարգարեության մեջ է գրված, ասում է երբ անցա քո կողքով, դու աղբի մեջ էր, քո աղբից մաքրված չէր, քո արյան մեջ էր, շաղախված քո աղբի մեջ, բայց ես անցա քո կողքով, քեզ տեսա եւ քեզ գթացի եւ ասացի ապրիր։ Սա է մեր Աստծո բարությունը։ Ես կարծում եմ քահանան կարող էր մտածել նաև, տեսնես, այս ինչ մեղք է գործը, որ այս վիճակում անգել։ Դո քեզով էր ասում Երուսաղեմից Երիքով գնայր, որ հոշոտվեիր ավազակներից։ Այ տենց է, տեղն է քեզ։ Եկեղեցուդ ոտը դուրս դրեցիր կհոշոտվես, ես էլ քեզ չեմ օգնի։ Գիտեք, քահանան կրոնական առումով սուրբ էր, բայց բարի չէր։ Սուրբ էր, բայց բարի չէր։ Եթե մեկը սուրբ է, բայց բարի չէ, այդ սրբությունը կրոնավորություն է։ Նա նախանձավոր կարող է լինի կրոնավորության համար, մաքուր, բարոյական լինի, բայց բարի չլինի։ Եվ ինչքան մարդիկ կան մեր շուրջը, սուրբ են, բայց անողոք, մատ թափվող ուրիշների վրա, դրան ասում են կրոնավորություն։ Իր սրբությունը իրեն չի փրկելու։ Մեր սրբության հետ պետք է նաև բարություն լինի, եւ բարության հետ սրբություն լինի, եւ սա Աստծո լիարժեք պատկերն է մեր կյանքի մեջ։ Ուրեմն հաջորդը սովորիր տեսնել ուրիշների ցավը, զգալ այդ ցավը։ Երբեմն ամենամխիթարող խոսքը սա է, երբ որ նստես մեկի կողքը եւ ասես ես զգում եմ, ես գիտեմ դու ինչերով ես անցնում, որովհետեւ ես էլ եմ անցել եւ ես կողքդ եմ, ես հետդ եմ։ Հոբի ընկերները երբ որ լսեցին Հոբի պատուհասների մասին, ինչ արեցին, շտապեցին, գնացին, որ նրա կողքը լինեին։ Բայց գիտեք ինչ արեցին արդյունքում, նրանք սրբակենցաղ էին, սուրբ էին եւ սկսեցին դասեր տալ Հոբին, մատ էին թափ տալիս Հոբի վրա։ Բայց գիտեք, երանի կլներ Հոբի համար, որ իր ընկերները պարզապես նստեին ու տենց լուռ էլ մնային, քանց թե իրանց բերանը բացեին ու խրատներ տային։ Երբեմն մեկի ներկայությունը բառել չասի մեզ համար դեղ ու դարման է, քանց թե խոսքեր ասի սկսի փիլիսոփայել եւ կրոնական մեզ դասեր տալ։ Ուրեմն զգանք ուրիշի ցավը։ Հաջորդը քաջություն ունեցիր, որովհետեւ բարի լինելու համար պետք է նաեւ քաջ լինել։ Քաջություն ունեցիր, բարություն գործել այնտեղ, որտեղ դա չի գնահատվում։ Վերջը ով է գնահատում այդ բարությունը այսօր աշխարհի մեջ, չէ՞ որ ամեն բան շահադիտական առումներով արվում, բայց քաջ եղիր, բարություն ցույց տալ այնտեղ, որտեղ ոչ միայն քեզ բարությամբ կհատուցեն, այլև գուցե բարությամբ էլ չհատուցեն քեզ։ Մեր Տերը այդպիսին էր։ Իրեն ցավացնում էին, ինքը աղոթում էր։ Իրեն հայոյում էին, ինքը օրհնում էր։ Մատթեոս ավետարան 5:44-ում Հիսուսն ասում է. «Բարիք արեք ում»։ Հիշեք մի հատ, երբ որ ձեզ անիծում են ինչ արեք, ձեզ չարչարում են ինչ արեք, օրհնեք, աղոթեք եւ հետո ասում է բարիք արեք բոլորի հանդեպ, բարիք արեք ձեր թշնամիների հանդեպ, բարիք արեք ձեզ ատողներին, բարիք արեք։ Նորից ասեմ, բարիք արա, ոչ թե ուղղակի եղբորդ ու քրոջդ, հեշտ է, եկեղեցում էլ հեշտ է, բայց քեզ ատողներին բարի անել, սա է իրական բարությունը, քույրեր եղբայրներ։ Սա էլ եմ ուզում ասել ավարտին։ Բարությունը զենք է։ Բարությունը թուլություն չի,
բարությունը զենք է։ Միասին ասենք, բարությունը զենք է։ Ինչ զենք է բարությունը։ Այդ զենքով ինչ կարող ենք անել։ Կարող ենք դիմացինի զինաթափել։ Ուրիշ ձև չկա։ Բռունցքով գնաս, բռունց կստանաս։ Բայց երբ որ բարություն ցույց տաս, դու զինաթափում ես մարդու։ Ասում են մի անգամ Արեգակն ու Քամին մի անցորդ տեսան։ Եվ իրար այդ գրաս կպան, թե ով կմերկացնի այս անցորդին։ Այս անցորդը գնում էր վերարկուն հագած եւ Քամին ասեց. «Արև, տես հեսա ես ինչ եմ անելու, արև քույրիկ»։ Եվ սկսեց ուժեղ փչել, ինչքան ուժ ուներ անցորդի վրա։ Ինքը ինչ արեց, ավելի պինդ գրկվեց, կոճկվեց, ավելի պինդ փակվեց իր ներսում։ Արեգակը լուր ժպտում էր, եկավ իր հերթը, ասեց դե հիմա տես։ Եվ ինքը նայեց այդ մարդուն, ժպտաց։ Երբ որ ժպտաց, այդ մարդը քրտնեց։ Հիշում եք Պողոս առաքյալը Հռոմեացիների 12-ում ասում է, որ քո թշնամիների հանդեպ ինչ արա, բարիք արա, որ իրանց գլխին ինչ ես կուտակում, կրակե կայծեր ես կուտակում։ Հետո Արեգակը ժպտաց, այս մարդը քրտնեց։ Հետո ավելի լայն ժպտաց, այս մարդը ջերմացավ։ Հետո որ ջերմացավ, իր վերարկուն հանեց։ Հետո որ վերարկուն հանեց, Արեգակը Քամուն նայեց։ Հետո որ Քամուն նայեց, էլ Քամին չկար։ Երբեմն ուզում ենք մարդկանց խստությամբ ինչ-որ դասեր տալ, չի անցնում։ Բայց երբ որ սեր ես ցույց տալիս եւ բարություն ես ցույց տալիս եւ ասում ես նայ, ես քո տեղը լինեի չէի անի։ Կամ չարժեր որ այդպես անեիր։ Կա տարբեր տոն ասելու նույն բանը մարդուն, չէ՞։ Երբ որ ասում ես մարդը զինաթափվում է, զենքերը վայր է դնում եւ ասում է, բայց ճիշտ ես ասում։ Ուրեմն բարությունը զենք է։ Հռոմեացիներին 12:21-ում Պողոս առաքյալը գեղեցիկ, զորավոր, իմաստուն, ստրատեգիական բան է ասում բոլորից։ Քչերն են այս հնարքը, աստվածային հնարամտությունը գործածում իրենց կյանքում։ Ասում է չարից մի պարտվիր, համաձայն ենք սրա հետ, բա ինչ անեմ, բա ոնց հաղթեմ այդ չարին, այլ բարիով հաղթիր չարին։ Միասին ասենք, մեզ ասենք, չարից մի պարտվեր, այլ բարիով հաղթիր չարին։ Ուրիշ ձև չկա։ Իրականում այս չարի նպատակն էլ դա է, սատանայի նպատակը, որ չարին չարով հաղթենք։ Եվ նա նստած նայում է ինչպես են ազգերը կռվում իրար հետ, ինչպես են հարևանները կռվում իրար հետ։ Գիտեք, սատանայի ամենասիրած զբաղմունքն է դա։ Մարկանց կռվածնի, հետո նստի, ասի շարունակեք, մի շեղվեք, շարունակեք։ Եվ դևերը հավաքվում են, ծափ են տալիս։ Տեսել եք ստուդիայում, որ երկու հակադիր մարդկանց կանչում են, հետևում իրանց բաներն են, քաջալերողներն են, նրանց հետևում իրանց պագլոնիկներն են, քաջալերողներն են, հետո մեկը մի բան ասում, նրանք ծափ են տալիս, այդպես էլ դևերը, դա իրանց սիրած ներկայացումն է, հատկապես երբ որ հավատացյալներն են իրար հետ կռվում։ Ինքը ծիծաղում է, զվարճանում է, ստենդափ կոմեդիի նման է իր համար դա։ Եկեք սատանային չուրախացնենք, Աստծուն ուրախացնենք, սատանային տրտմեցնենք, չարից մի պարտվիր։ Երբ կպարտվես չարից, երբ որ չարին չարով հաղթես, դու արդեն պարտվեցիր, բայց բարիով հաղթիր չարին։ Ուրիշ ճանապարհ մենք չունենք քույր եղբայրներ, որպես զենք այն հանգստացնում է բարկությունը։ Նկատել եք, եթե մեկը բարկացած գալիս է քո վրա, կռվի է գալիս, եթե դու էլ բարկանաս, կռիվը պատրաստ է։ Ինչպես մի անգամ մի անձնավորություն, որ շատ չարացած էր մեզ վրա, եկեղեցու վրա, բարկացած էր, հետո ասեց գալիս եմ որ խոսանք, ասում եմ շատ բարի, իհարկե արի։ Ես էլ կարկատրեցի, տեղ մեր քույրերին ասում եմ, ճոխ սեղան գցեք, ասում եմ ինչի համար, դու գցեք։ Հետո սեղան գցեցին, հետո այդ մարդը բարկացած եկավ, ասում է սեղանն ինչի համար է։ Ասում եմ ես սովորել եմ Աստծո մարկանց պատվով դիմավորեմ ու պատվով ճանապարհեմ։ Մի անգամից փոշը թողեց։ Եվ հացի շուրջը սկսեցինք բարեկամաբար զրուցել,
Այսօր քաղցր հարաբերությունների մեջ ենք։ Եթե մարդը քարով է գալիս քեզ վրա, հացով դուրս արի։ Թույնով է գալիս, ջրով դուրս արի իրան դիմավորելու։ Եվ արդյունքը կտեսնես, դու իրեն կհաղթես։ Ուզում եք հաղթենք բարիով, ուրիշ ճանապարհ չկա։ Թշնամանքով չես կարող, հայոյանքով չես կարող։ Աշխարհի մեջ ասում են, նենց ասեցի, պորտը տեղը դրեցի, տո լավ արեցիր, իրան հասնում է։ Հա, բայց մի հատ թշնամի շահեցիր քո համար։ Մեկը, որ միշտ քո թիկունքից կասի, ախ, էս ինչ է։ Բայց դու կարող ես այդ թշնամուն շահել որպես բարեկամ, բարությունով իրեն զինաթափ անել, զրկել իրեն չարությունից։ Սրա ամենալավ օրինակներից մեկը Դավիթն է։ Հիշում եք, երբ որ Սավուղը զենք ու զրահով հետապնդում էր Դավիթին, որ սպաներ նրան ոչնչացներ, եւ երբ որ Դավիթ հնարավորություն ուներ Սավուղին սպանելու, ինչ արեց, բարիք ցույց տվեց։ Եվ հետո ցույց տվեց, ասեց, ով թագավոր, ես կարող էի քեզ չարով հատուցել, բայց բարիքով։ Եվ հիշում եք, Սավուղն ինչ արեց, երբ որ դա տեսավ, լացեց։ Ասեց, արի իմ որդյակս, արի ինձ մոտ, այդ ես եմ չարը եղել։ Եվ զինաթափ արեց Սավուղին, հաղթեց Սավուղին։ Մենք էլ կարող ենք օգտվել այդ իմաստությունից, բարիով հաղթել։ Բարությունը թույլերի գործիքը չի, բարությունը հաղթողների զենքն է։ Կամ մեկը, որ ամենասի դրան, քաջերի զենքն է, դա քաջագործություն է, չարությունն է թուլամորթություն, բարությունը քաջագործություն է։ Ու վերջում Սուրբ Հոգին, քույրեր եղբայրներ, մեզ չի տալիս բարի մտքեր, ընդամենը բարի մտքեր։ Աշխարհի մեջ էլ որոշները բարի մտքեր ունեն, բայց Սուրբ Հոգին մեզ բարի պտուղ է տալիս, բարի էություն է մեզ տալիս։ Եվ այս ամիսը մեզ համար ոչ թե ուղղակի բարի բաներ ասելու ամիս, ասենց բարի հումանիստական ժպտանք իրար, այլ բարիք գործելու ամիս է, բարության ամիս է։ Ղուկաս ավետարան 6:35-ում Հիսուսն ասում է, բայց դուք սիրեք ձեր թշնամիներին, բարիք գործեք եւ ոչինչ չակնկալելով փող տվեք։ Հիշում եք, պարտքով տվեք, բայց մի ակնկալեք ու ձեր վարձքը շատ կլինի։ Եվ դուք բարձյալի որդիներ կլինեք։ Տեսեք, այս գործողություններով մենք դառնում ենք բարձյալի որդիներ, որովհետև նա գթառատ է եւ ապերախտների ու չարերի հանդեպ է։ Գթառատ է ապերախտների ու չարերի հանդեպ, բայց դուք սիրեք ձեր թշնամիներին, բարիք գործեք, առանց ակնկալելու։ Սա է մեր Տիրոջ պատվերը, սա խորհուրդ չի, սա պատվեր է, սա հրաման է, սա կարգադրություն է, սա մեր բնաբանն է քրիստոնյաներիս։ Չինաստանում անցած դարում եղբայրներ կային, որ բրինձի արտ ունեին եւ գնացել էին ցանել էին այդ բրինձը եւ գնում էին գիշերները, որպեսզի ջուրը կապեին, որ այդ արտը ջրվեր։ Եվ իրենց ընտանիքը կարողանային իրանք պահեին, իրենց համայնքը պահեին։ Բայց ամեն անգամ առավոտյան, երբ որ գնում էին, տեսնում էին, որ ջուրը չէր մտել իրանց արդ, որովհետև հարուստ մեկը, որ իրանց հարևանն էր, ագահ եւ հարուստ հարևանը, ուշ գիշերին գալիս էր եւ ջուրը գողանում էր, իր արտն էր ջրում։ Այս պատմությունը ոչ մանից եմ հիշում, եւ ասում են իրանք շատ բորբոքվեցին, շատ նեղվեցին, շատ բարկացան այդ հարուստի դեմ։ Ուզում էին գնային հաշվի արդար տեսնեին, դատի տային, որովհետև ամեն անգամ նույն բանն էր անում, մի անգամ չէր։ Երբ որ իրանք գնում են իրենց հովվի մոտ եւ բողոքում են, ասում են ինչ անենք։ Հովը մի տարօրինակ բան է իրենց ասում։ Ասում է իսկ դուք վաղը գնացեք եւ նախ իր արտը ջրեք։ Ինչ ես ասում, ոնց թե ինքը կասես հարիֆները ովքեր են, կշահագործի մեջ, ինքը արժանի չի դրան։ Իսկ մենք էլ արժանի չէինք, որ Տերը մեզ ջրեց, չէ։ Մենք էլ անարժան ենք, մենք էլ այդ ագահն էինք, գողն էինք, ավազակն էինք, բայց նա մեր հանդեպ բարի գտնվեց։ Գնացեք եւ արեք։ Եվ այդ եղբայրները իրենց հովվի պատվերը լուրջ ընդունեցին, գիշերը գնացին եւ սկսեցին ջրել հարուստի արտը։
Երբ որ այդ ագահ եւ գող հարուստը եկավ եւ տեսավ, որ եղբայրները անում են, ծիծաղեց, ասեց այս հարիվներին տեսեք, այս սրանք լավ ծառաներ են, թող անեն։ Հետո երկրորդ օրը նույն բանն արեց։ Հետո երրորդ օրը տեսավ եւ իր գութը սկսեց շարժվել, իր խիղճը սկսեց բժշկվել։ Չորրորդ օրը էլ չդիմացավ, զինաթափ եղավ եւ եկավ գրկեց այդ եղբայրներին եւ ասաց, բայց դուք ինչու եք այս անում, չէ՞ որ ես ձեզ չարիք եմ արել։ Ասես մենք սա անում ենք, որովհետեւ մեր Տերը բարիք է մեզ սովորացել։ Ո՞վ է ձեր Տերը։ Մտածեց եւ ինչ որ Տեր ունի, ասես մեր Տիրոջ անունը Հիսուս Քրիստոս։ Ասեց ուզում եմ տեսնել ձեր Տիրոջը։ Ասեց արի այս կիրակի եւ մեր Տիրոջը կտեսնես։ Եվ այդ հարուստը գնաց եկեղեցի եւ դարձավ իրանց եղբայրը։ Եվ իր հարստությունն էլ դարձավ Աստծո արքայության բաժին։ Լավ է, չէ՞, որ կարող ենք մենք բարությամբ մարդկանց շահել եւ ոչ թե կորցնել։ Ես խորհուրդ կտամ այս օրերի ընթացքում քույրեր եղբայրներ հունիս ամսվա ընթացքում աղոթենք եւ գրենք, որ ում կարող ենք բարիք ցույց տալ այս օրերի մեջ։ Ում կարող ենք լսել առանց ընդհատելու, ում կողքը կարող ենք ուղղակի նստել կամ կանգնել։ Տեր Հիսուսն ասաց Մատթեոս 5:16-ում, թող այսպես ձեր բարի գործերը Երևան փայլեն, մարդիկ տեսնեն, թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի։ Որն է մեր լույսը, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Տեսնեն ձեր բարի գործերը։ Կարող ենք աղոթել այս շաբաթվա համար, այս ամսվա համար եւ ասել Տեր, ինչ բարի գործ ես ուզում, որ ես անեմ այս ամիս։ Կարծում եք Աստված կպատասխանի այդ աղոթքին, հա? Պատրաստ լինենք, գուցե Տերը չասի գնա ու քո մորքուրի աղջիկան մի հատ նվեր առ իր համար, այն մորքուրի աղջիկը, որ մի շաբաթ առաջ քո համար էր նվեր առել։ Բայց գուցե ասի գնա քո հորքուրի տղայի համար մի լավ բան արա, որը կոպտես քեզ ես վերջերս։ Տեր ջան, կլինի մորքուրիս աղջկա համար անեմ, չէ։ Բարիք արա առանց ակնկալելու, որ մեկը քեզ կհատուցի։ Բա որ սխալ հասկանա, թող հասկացողությունը Աստծուն։ Բա որ ինձ ծաղրի, բա որ ինձ հեգնի, ինչ ուզում է թող անի։ Ինքը գուցե քեզ հեգնի, Աստված քեզ կծափահարի։ Աստված քեզ կգովի։ Կապ չունի մարդիկ ինչ ոնց կնայեն դրան, կասեն հարիվ է, հարիվ չի, կապ ունի, որ Աստված ինչա մտածում իմ մասին։